Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները։ Ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեին նաև Հանրապետության նախագահի վերջին ծրագրային ելույթի եւ մեր մոտեցումների ընդհանրությունը։ Ուժերի մեկտեղում այս փուլում մենք դիտարկում ենք գործնական քայլերով մեր քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյական մթնոլորտը փոխելու հնարավորություն։ Մենք այս քայլին գնում ենք հավատով ու պատասխանատվությամբ, դժվար պահին բեռ վերցնելու կամքով։ Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից։ Հիմա ինչ է քննարկվում։ Հստակ ասվեց, նախարարությունը բաժանվում է քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ։ Հիշեք, գլխավոր բառը քաղաքականն է։ Ուսա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ։ Զարմանալի, բայց նաև զարմանալի չէ, երբ այստեղ դրսևորվող պատկերն ու հոգեբանությունն ենք նկատի առնում։ Խոսում են կոալիցիայի իրենց պատկերացումներից, խոսում են դաշնակցության անունից, խորհուրդներ են տալիս։ Ձեզ նայեք, դուք ինչ եք արել։ Մի փուշանել եք այս ժողովրդի մատից։ Ոյեկը այսօր այստեղ քաղաքական հայտարարություն է անում։ Արտակարգ իրավիճակների վարչություն էր տարիներ առաջ։ Առանցին նախարարություն դարձավ քաղաքական դրդապատճառով, եւ հենց պարոն Շահգելդյանն էլ նախարար դարձավ։ Այսքան է հիշողությունը։ Մենք ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով ունենք։ Իրենց նախագահներով, տեղակալներով, ավտոմեքենաներով, այդքան խիստ անհրաժեշտություն են, թե քաղաքական նպատակահարմարություններ են մեկնել դրանք ստեղծելով եւ տեղավորելով։ Հարգելի գործընկերներ, այս հարցը պոպուլիզմի ինքնահաստատման միջոց դարձնելը, հանրության մոտ այս համագործակցությունը վարկաբեկելու փորձերը, կոպիտ ասած աչոք հավաքելը եղելու լինելու են։ Շարունակեք նույն ոգով։ Մենք դաշնակցականներս աշխատանքի ու պատասխանատվության կողմնակից ենք։ Մեր հպանցիկ ասեմ, որ պատահական չէ տարածքային կառավարման եւ զարգացում ավելացումը եւ էկոնոմիկայի նախարարության մեր պատասխանատվություն ստանձնելը։ Այս դրա մասին խոսենք ավելի ուշ։ Հարգելի խորհրդարան, նոր սահմանադրությամբ մեր նպատակներից մեկն էլ քաղաքական նոր մշակույթ ձևավորելն է։ Երբ քաղաքական ուժերը մրցակցում են բանավիճում, փողզիչումներով, գնում համաձայնությունների, գտնում են ոսկե միջինը, որտեղ թշնամանքը, ատելությունը, առճակատումը տեղ չունեն։ Ցավոք, մենք դեռևս շատ հեռու ենք այդ մշակույթից։ Շնորհակալ եմ։